Կին Հակոբյան, ձեր օրինաստեղծ գործունեությանը չանդրադառնալ չեմ կարող, հատկապես ծխելու մասին օրենքի առումով։ Այսինքն, երբ ընդունվում էր այդ օրենքը, թերահավատները շատ էին։ Այսօր մենք արդեն որոշակի արդյունքներ տեսնում ենք անզեն աչքով։ Իսկ դուք երբևէ որևէ գլանակ վառած կաք կյանքում, աշխատելով տղամարդկանց միջավայրում, մեծ մթնոլորտում, անընդհատ ծխելով այդ շնչելով ծուխը։ Որ ես շատ ավանդապահ ընտանիքից եմ գալիս, իմ հայրը շատ խիստ եւ իրոք ավանդապահ մարդ է, ցավոք սրտի ես ամենաակտիվ пассив ծխողն եմ եղել, որովհետեւ մեր տանը շատ է հայրս ծխել եւ ակամա այդ ծուխը կուլ եմ տվել, բայց գլանակ կյանքում երբևէ ձեռքս մեկնել եւ վերցնել ոչ։ Կին Հակոբյան, այսքան զրուցեցինք եւ ոչ մի բառ չբամբասեցինք։ Ինչպես եք վերաբերվում կարիերիստ երիտասարդներին։ Գիտեք, կարիերան ինքը վատ բան չէ, որովհետեւ մարդ պետք է ինչ-որ նպատակ դնի, փորձի բարձրանալ սանդուղքով, բայց ատում եմ այն մարդկանց ընդհանրապես ատել բառը մի քիչ շատ ծանր ասացի, անընդունելի է ինձ համար, երբ մարդը ամեն գնով ուրիշին տապալելով, ուրիշին բամբասելով, ուրիշին, ինչպես ասում են, ոտքի տակը փորելով, կեղծ լուրեր տարածելով, որպեսզի դիմացինին փոքրացնի, նսեմացնի, եթե մանավանդ մեկը ավելի շատ հնարավորություն ունի ավելի ղեկավար մարդկանց կամ մարմինների մոտ հայտնվել ու անընդհատ նպատակային վարկաբեկել մեկ ուրիշին, սա խայտարակություն է, ես սա չեմ ընդունում, սա մեկ, երկրորդը ես կուզենայի, որ ընդհանրապես երիտասարդությունը ավելի շատ զբաղվեր եւ իրեն նկատեին, ոչ թե ինքը գնար ու դռները թակեր ու պահանջեր, սա անընդունելի է։ Բամբասանք տարածողները այն մարդիկ են, որոնք զբաղված չեն, որոնք մտահոգ չեն, փաստորեն անգործության հետևանք է այդ զազրախոսությունը, այդ ավելորդաբանությունը, եթե նստեն կանայք մանավանդ, խոսեն, հա, քուստից մոտ, այդ չգիտեմ, սա հաճելի է, ընդունելի է, նույնիսկ թեթևանում ես առօրյա, բայց երբ սկսում են այս կամ այն մարդուն դատապետել, այս կամ այն մարդուն կեղծ լուրերով փորձել նրա արժեքը հասարակության մեջ նսեմացնել շատ ցավալի երևույթ է։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, երկուքին թեյի սեղանի շուրջ այսօր ոչ թե բամբասեցին, այլ քննարկեցին թեմաներ, գուցե վերլուծեցին կերպարներ, իսկ բամբասանքն այսօր թեժանկյան թեման է։ Խնդրեմ Զինա։ Շնորհակալ եմ, նախ թույլ տվեք ողջունել Տիկին Հակոբյան ձեզ մեր տաղավարում եւ հաջողություն մաղթել ձեր հետագա ծրագրերում։